Լսում եմ, յար։ Ադրբեջանը ռուսական կողմը որ ռազմագազը կհանձնեն, կստել իշխանությունը Փաշինյանն ասում ենք արդեն պլետի, ինչ են միլիարդներ են գալու, հիմա ենթադրեն կոնկրետ մեկ շաբաթից գազի սակագինը բարձրացավ, այդ միլիարդները կարանալու են Ինչ միլիարդ։ Ապրիկն ալինելու չէ արդեն գազանալու, սարյալ գալու, գազամուղի։ Լսեք, գազամուղի կառուցումը Էդի 10-ամյակի գործ է։ Ես ուզում եմ հասնեմ, այդ միլիարդները գալու են կարողանալ այդ նիվերսալ։ Տեսեք։ Թրիփի շրջանակներում ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան ընկերությանը 70 քանի տոկոսը։ 4 իմիշելով։ 72% անցնում է, տեսեք, ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան կողմին ընկերությանը։ Հետ գնումից հետո նոր հայկական կողմը 28% իմիշելով ունենում է շահույթ, 72 չի ունենում։ Երկուս, մենք պետքա 10 տարի սպասենք գազամուղը անցնի, մի 5 տարի սպասենք հետ գնի, որ հետո դրա 28%-ը մեզ գա, թե վաղվանից մեր թոշակառուն սկսի 2 անգամ շատ գազի գինը վճարել։ Պես կարում բանակցես մեկի հետ, այս նույնը արել է Ադրբեջանի հետ բանակցության ժամանակ, սենց գորոզ շփվելա, միջնորդների ներկայությամբ սենց է իրան պահել, բանակցությունը Ադրբեջանը հիմք է ունեցել միջնորդներին ցույց տա, որ բանակցային կողմը չի աշխատում, բանակցային չի ուզում, չի գնում աշխատանքի, համակցության, համագործակցության ու բերել է ագրեսիայի, նույն ձևաչափով, գորոզ ինքնավստահ ձևաչափով աշխատել է այնտեղ ու հիմա էլ ինքնավստահ եւ գորոզ ձևաչափով աշխատում է մեր միակ գրեթե միակ տնտեսական գործընկերոջ հետ։ Պարոն Կարապետյան եւ Հայաստանում նախընտրական իրականության վերաբերյալ դեպի անդրադարձավ թիրախավորումն ունեցած խոսամետ։ Դուք շարունակական քննարկումների ինչ կլինեք արձագանքում, հատկապես միգրանտային կամով։ Տեսեք, մենք դրական հարաբերություններ ենք ունենալու մեր բոլոր դաշնակիցների հետ, ով ինչ ուզում է ասի, ով ինչ անուն ուզում է դնի, մենք դրական հարաբերություն ենք ունենալու մեր դաշնակիցների հետ։ Որովհետև մեր դաշնակիցների հետ ենք առևտուր անում, մեր դաշնակիցներն են մեր գյուղացիների ապրանքը առնում։ Թե ով կտխրի, ով չի տխրի, դա իրենց հարցն է, բայց միևնույն ժամանակ սփյուռք ունեցող Հայաստանը գերազանց հարաբերություններ ունենալու Ֆրանսիայի Հանրապետության հետ, որովհետև այդ մեծ սփյուռք ունենք այնտեղ, ու ես վստահեցնում եմ մեր առևտրաշրջանառությունը աճելու է այնտեղ։ Գերազանց հարաբերությունները ունենալու եւ չի կարած ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ ես վստահ եմ վերջապես ունենալու ենք առևտրային հարաբերություններ այդ երկրի հետ։ Նորմալ։ Արտանում ենք ունենալու առևտրային հարաբերությունները, երբ ասում ենք, խոսքը չի գնում այնտեղից բան առնելու, խոսքը գնում է այստեղից բան արտանելու մասին։ Մենք պետք է հարաբերություն ունենանք, որ այստեղից Ֆրանսիա մի բան արտանենք, ինչը շատ դժվար է, որովհետև այդ երկիրը զարգացած արդյունաբերություն ունի։ Դժվար է։ Մենք պետք է, բայց հնարավոր։ Հումքային առումով հնարավորության բազաներ կան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հեշտ է, որովհետև մեծ ներկրող է։ Պարոն Կարապետյան, եւ մեկ հարց է կապված վերջին ձեր հայտարարության հետ, երբ հայտարարեցիք, որ հաջորդ իշխանությունների օրոք Հայաստանի զենքը ծրի են տալու կամ նվեր են ստանալու, այս հայտարարությունը բավականին քննադատությունների ենթարկվեց, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ որ երկրից եք ծրի զենք բերելու կամ էժան գնող Ռուսաստանից, այն երկրից, որ Հայաստանը դիմակ վճարեց զենք ձեռք բերելու համար, բայց մատակարարում չեղավ, եւ նաեւ ասում են, եթե նման հնարավորություն կա, ինչու այդ ծրի զենքը չէր բերվել նախորդ իշխանությունների ժամանակ եւ ձեր հայրը աշխատակազմի ղեկավար։ Պատասխանեմ։ Երկրի առաջնորդը լինելով Սամվել Կարապետյանը, մենք տեսնում ենք, որ մենք կունենանք շատ էժան ռազմական գնումներ մի պատճառով, որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը։ Մոտավորապես 12 ամսվա ընթացքում ավարտվելու է հյուսիսում երկու երկրների միջև պատերազմը, որից հետո ամբողջ ռազմական արդյունաբերությունը այդ երկրների ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ։ Այդ ժամանակ, որպես արդյունաբերության մարդ եմ ասում, իրենք պատրաստ են լինելու անգամներով էժան վաճառեն
ռազմական մթերքը, քանի որ մեծ արտադրանք ունեն եւ փառք Աստծո պատերազմի կանգնելու պարագայում չեն կարողանալու այդ ռազմամթերքը իրացնել։ Եվ մենք հայտնվելու ենք մեր պես երկիր, որը էժան գներով գնելու է։ Իսկ որոշ դեպքերում դաշնակցային հիմքերը ամրապնդելու, եթե ցանկություն պետք է մի երկիր ունենա, որովհետև մեր երկրի հասարակության մեջ հարցեր կան։ Հարցեր կան մեր դասական դաշնակիցների հանդեպ։ Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարող ստանալ անվճար։ Իրենք անգամ գումար են ուղարկում, ճիշտ են ասում։ Իրենք անգամ գումար են ուղարկում։ Չեն կարող զենքը ստանան։ Այն լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես չի գալիս։ Իրանք լիֆտն են կանչում, չի գալիս։ Լավ չի։ Այո։ Ասեմ, կանչողից է։ Ինչ եք անելու, բանտա, ինչ եք անելու սա։ Ինչ մեխանիզմ եք իրավելու, որ կներեք, հեսա։ Ինչ մեխանիզմ եք իրավելու, որ Ռուսաստանը դարձնի։ Մենք ունենալով մենք ունենք տեսլական հարաբերությունների կարգավորման։ Տեսլականը փոխվստահությունն է։ Բաց խաղալու քաղաքականությունը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություններ ունենա իր սփյուռքի հիմնական 3 երկրների հետ, որտեղ իր սփյուռքը ապրում է։ Եվ 4 կարելի ասել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Իրան։ Մենք բաց աշխատելու ենք, բայց մենք տեսնում ենք, որ մենք ունենալու ենք վստահությունը, որ մենք հակա իրենց երկրի քայլ չենք անելու։ Որ այստեղ որևէ երկրի լրտես նստած չէ։ Կասկած կա այդ մարդկանց մեջ։ Ոչ, սա ադրբեջանական կոնցեպցիան է, որը իրենց կայքերում կա, այս պահին իրենց կայքի հղումը կարող եք վերջեջում տեսնել, այդ կայքի հղումից մեր մասնագետները, ադրբեջանագետները տպել են հենց նույնը, ինչ կայքում կա, եւ ներկայացնում ենք ձեզ։ Պետք է այս համայնքը այնպես անի, որ Հայաստանը ստանցնի պարտավորություն քաղաքական պայմանագրի ներառել այս հարցը։ Մենք արդեն գիտենք նախաստրատեգիա։ Այո։ Եվ այստեղ նույնպես վերադառնամ այն մեղադրանքների, որ ձեզ ավողում, որ դուք Ալիևի խոսիքն եք դրել։ Այսինքն գուցե իշխանությունը այս հարցը փակել է, որովհետև դուք քաղաքական նախաստրատեգիաց տեքստը չի տեսնում։ Իսկ ում հետ ճիշտ է։ Ալիևի ներքին լսարանի համար է, այս ֆորումները, տեքստերը, այս կոնսպեկտ 30 տարի ներքին լսարանի համար էր խոսում Արցախի հարցումով։ Հա, այո, 30 տարի։ Պատասխանը սենց էս հարցն է։ 30 տարի ներքին լսարանի համար մենք միշտ խոսում ենք, ասում ենք ներքին լսարանի համար է ասում, որ Արցախը հետ ենք բերելու, իրենք իբր հետ են բերելու, գրավելու է Ղարաբաղը։ Ներքին լսարանի համար թե արեց գործը։ Ներքին լսարանի համար ասում էին Սյունիքի ճանապարհի մասին է խոսում։ Ասում են պատկերացիք 70 օր առաջ այդ մարդը բարձրացել է եւ ասել է հիմքեր պատրաստեք իր գիտնականներին։ Չի գնացել ինչ որ այլ քաղաքական հանդիպում չի եղել։ Երկը նախագահ հանդիպել է գիտնականների հետ։ Կոնցեպցիայի մեջ մի շարք այլ հետաքրքիր բաներ կա, որը դուք կտեսնեք, որ նա այնտեղ ասում է, որ այլ ընտրանքային ուղիներ են փնտրելու։ Եթե այս տարբերակը չեղավ այնպես, ՄԱԿ-ը պետք է ստանձնի պարտավորություն, եթե չեղավ այդ տարբերակը, խնդրում եմ որ նայեք կտեսնեք։ Այսինքն իրենք 2-3 սցենարներ քննարկել են եւ հիմնականում ՄԱԿ-ի ձևաչափով, ինչու գնացին Բրյուսելով արեցին։ Պրոցեսները քննարկում են, աշխատանքը գնում։ Մեզ պետք է մեկը շուտ տեղեկացներ, որ Ղարաբաղյան process-ում այս մարդիկ գնում են սրացման։ Իհարկե Հայաստանի հասարակության մեծ մասը գիտի։ Մենք պետք է չխոսեինք, ասենք ներքին լսարանի համար է ասում։ Հիմա էլ ենք զգուշացնում, էսի ներքին լսարանի համար չի։ Մեղրից 10 կիլոմետր վրա ֆորում անել միջազգային վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր։ Ներքին լսարանի համար չի։ Բրյուսելում ֆորում անելը ներքին լսարանի համար չի։ Այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա։ Մի ոտ շուտ, եթե մենք տեղեկացնեինք
մեր նախորդ մարտահրավերների մասին, մեր խոսքերից մեկում իմ հիշելով մեր կուսակցական շարժման առաջի հանրագումարի խոսքում մենք ասեցինք, որ հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը արխային ընկնելն է։ Ամենամեծ խնդիրը Արցախյան հաղթանակից հետո էլ արխային ընկանք։ Հիմա էլ կարծում ենք, թե թույլ խաղաղություն ստորագրելով արխային ենք ընկնելու, ամեն ինչ ավարտվելու է։ Փաշինյանի ամբողջ քարոզչական process-ը մի բանի մասին արխային ընկեք։ Ֆեստիվալներում Այո, խաղաղությունը դա նշանակում է արխային։ Ուժեղ խաղաղությունը, ամուր խաղաղությունը։ Դա խաղաղություն է, որտեղ մենք արխային չենք, ընդունում ենք հակասաֆարովյան օրենք, պահում ենք այդ օրենքը ու Հայաստանը պահում ենք հայկական եւ նաեւ տնտեսապես նենց քայլեր ենք անում, որ ժողովուրդը իրանք չգան, մերոնք էլ չգնան Հայաստանից։ Արխային չի կարելի ընկնել, ամեն օր խոսում են։ Ընտրությունից 11 օր հետո են ֆորում դրել։ Բացում են Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոնա մարդ բացում, որ ուսումնասիրի մեր հանքերը։ Էլ ինչ ասեմ, իրա օգնականը դուրս է գալ հայտարարում 300,000 ադրբեջանցու մասին մի 10 օր առաջ։ Ինչ ասեմ, որ արխային չընկնենք ժողովուրդ։ Հեռանկարի կապված կենտրոնական քարտեզի մասին ուշագիր նախաստորագրվեց։ Հնարավոր է, որ հեռանկարում հաշվի առնելու, որ այս process-ի շրջանակում է ուշագիրը ստորագրվում, տրիպին զուգահեռ է ստորագրվում։